Աստծո իրոք ամեն անգամ պատիվ է ու հետաքրքիրն է, որ ես ոչ մի անգամ ոչ քարոզիչ եմ, ոչ է քարոզ պատրաստում եմ, էլի ինչ որ սրտիս կա, փորձում եմ կիսվեմ, գիտեք, ես մի ինչ որ ուզում եմ կիսվեմ նոր վերապրումից էր, աղբեր նոր խոսում էր աղոթքի մասին, խոսում էր Տիրոջ հետ հանդիպելու մասին, որովհետև մեր մարդկային ընկալումը հետաքրքիր մի բան ունի, մենք ամեն մի խոսակցություն, ամեն մեկս մի ձևի ենք կարում ընկալենք, օրինակ աղոթք ինքը հասկացողությունը շատ մարդկանց մոտ պատկերացումը կարևոր է այդ խոսալն է, որ դու գնաց է առանձնաց ու խոսում ես, բայց դրա մեջ ավելի մի կարևոր բաժին կա, որ գնացել եմ հանդիպեմ նոր խոսեմ, հերթականությունը շատ ճիշտ պետք է լինի ու խոսնելու համար եթե դու մենախոսություն ես այդ աղոթք չի, բայց մի հատ էլ հետաքրքիր բան եմ հասկացել, որ երբ որ մենք գնում ենք Տիրոջ դեմ խոսելու, նախ առաջինը մեր խոսածածը լավ կլինի, որ իր կամքին համապատասխան լինի։ Եթե գնացել ենք պատվիրատուի պես ու Տիրոջը պատվերներ ենք տալիս, կարող է եւ պատասխանները չլսենք։ Կարող է եւ դաժե խոսքի պատասխան չլինի։ Լավ կլինի այդ ժամանակ, եթե հանդիմանության պատասխան առնենք։ Այս կլինի հանդիպում, որովհետև շատ ժամանակ մենք գնում ենք աղոթելու, ես իմ կյանքից փորձից եմ ասում, ու եղել է, որ իրոք հանդիմանվել եմ։ Որ ինչ ես ուզում։ Որովհետև մենք մարդիկս կարիքավոր ենք ամեն անգամ ու ամեն իրավիճակի մեջ։ Պրոստ նայած թե մեր կարիքն ինչ է, ու մենք ուզում ենք հստակ մեր կարիքի լուծումը նենց ոնց մենք ենք ուզում, թե ոնց որ Տերը կկամենա։ Այս շատ տարբեր բաներ են, ոնց մենք ենք ուզում, թե ոնց Տերը կկամենա։ Որովհետև մեր կյանքի իրավիճակները, մենք երբ որ Հիսուսին կանչեցինք Տեր ու Փրկիչ, մենք արդեն հստակ պետք է հասկանանք, որ ինքն է մեր կյանքի Տերը ու Փրկիչը։ Ու երբ որ դու արդեն իրավիճակների մեջ ես ընկնում, այդ ժամանակ Տերը նայում է տեսնի, դու ճիշտ հասկացել ես, որ իրոք ինքն է քո կյանքի Տերը ու Փրկիչը։ Թե էլի ինքդ սկսելու ես քեզ համ տիրություն անելը, համ էլ փրկելը։ Ու նորից ու նորից եմ ուզում ասեմ, մեր կյանքը ուզենք չուզենք իրավիճակներից է կախված։ Մեր կյանքը իրավիճակներից է կախված ու իրավիճակները մեզի դրտում են, գործողության։ Ու երբ որ դու գործողություն ես անելու, լավ կլինի մի փոքր պաուզա անես։ Այ հենց սրա համար է պետք աղոթել։ Աղոթել ու հարցնել Տեր ջան, անեմ թե չանեմ։ Շատ կարևոր է որ հասկանանք Դավիթ թագավորը երբ որ գնում էր պատերազմելու, աղոթում էր Տեր ջան, եթե ձեռքս չես տալու, իմաստը գնալու, Ու երբ որ առնում էր որ Տերն ասեց գնա ձեռքդ եմ տալու, այդ ժողովուրդը ինքը նոր սկսում էր շարժվելը։ Հաջորդ անգամ, եթե մենք նայենք, էլի թագավորաց գլխի մեջ որ գրված է նույն իրավիճակներ ու կարելի էր ասել, դե Դավիթն արդեն հարցրել էր, Տերն ասել էր, որ այո, տալիս եմ քո ձեռքը, բայց մենք տեսանք, որ այո, նեն չէր, որ Տերը ասեց, չէ, չեմ տա։ Դավիթը նորից մտավ, նորից հարցրեց ու Տերն ասեց, բայց այս անգամ հետևից կգնաս, որովհետև Տիրոջ մոտ ինքը 1001 իրավիճակների մեջ 1001 պատասխաններ կա, որ նոր երբ որ իրանից է 100% հաղթություն է լինելու ու շատ լավն է լինելու։ Մենք մարդիկս էլ ունենք, մենք հնարամիտ ենք, մեզի համար մի հատ խապված վիճակ կա, ես գիտեմ, Աստվածաշնչի մեջ էլի եմ ասել, գրված է, որ առանց Աստծո ոչ մի բան չենք կարող անենք։ Մենք ի նկատի ունի նորմալ բան չենք կարող անել, թե չէ 1001 աննորմալ բաներ մենք կարանք անենք։ Ու մտածենք, որ ես էլ Աստծուց ենք առել։ Մտածենք, որ մի հատ էլ հայտնություն էինք առել ու Տերն էր ասել, որ մենք պետք է տենց առնենք, որովհետև Տերը եթե ասում է, իր խոսքին համապատասխան է ասում։ Փառք Աստծո ամեն ինչի համար ես աղոթներից մեկն որ հասկացել եմ 49 Սաղմոսի մեջ Տերը մենք գիտենք մեր Աստված ինքը զոհաբեր Աստված է ու եւ ինքը սիրում է այն մարդուն ով որ զոհաբերող է, զոհբերող է ու Տերը հետաքրքիր բան է ասում ուզում եմ 49 Սաղմոս իրար հետ մի հատ նայենք 50 հայերենով է 59-րդ խոսքից Ни приму тельцов из дома твоего, ни козлов из дворов твоих, ибо мои все звери в лесу и скот на 1000 гор. Знаю всех птиц на горах и животные на полях передо мною. Если бы я взыскал, то не сказал бы тебе,
ибо моя вселение и все, что наполняет его. Ем ли я мясо овна, пью ли кровь козла. Այսօր շատ ժամանակ մենք տեսել ենք զոհաբերության, դաշե հարիմի մնացել է հայկական հասկացողության մեջ մատաղ հասկացողությունը, այսինքն Տերը շատ ժամանակ ուզում է մեզ ցույց տա, ինչ զոհ է մեզանից Տերը узում, հա, այստեղ գրված է, ուզում եմ հետո կարդամ, հա, принесите жертву Богу хвалы и воздайте Всевышнему обеды твои. Նայեք, հետաքրքիր մի բան եմ ուզում մենք նայենք իրար հետ, որ Աստվածաշունչը ինքը զավետ է, ինքը համ զավիշանի է, համ պայմանագիր է։ Ու պայման դնողը Տերն է, ու Տերը եթե մեկն ուզում է որ իր հետ գա քայլելու, ուզում է որ աբեդ ունենա Տիրոջ հետ, այսինքն շատ բաներից հրաժարվել է պետք, շատ բաներ մենք մեր սրտի խոստվածը պետք է փորձենք Տիրոջ դեմ պահենք ու կատարենք։ Տերը ասում է принесите жертву обеда ваших уст, այսինքն կամ բերանի խոսածածը կամ ձեր մտքի հասկացածը, մենք շատ կարևոր մի տեղ էլ որ հասկացել եմ, մի հատ էլ տեղ գրված է принесите жертву правды, հա, հորը ինչ է պետք, հորը պետք է իր երեխու հետ խոսալու ժամանակ կամ երեխան երբ որ զոհաբերություն է ուզում է իր ազնիվ կողմը երեխու տեսնի, այսինքն ես շատ խորը հասկացել եմ Տիրոջ դուրը եւ շատ է գալիս երբ որ մենք խոստովանության ենք գնում, այսինքն գնում ենք ազնվանալու դեմը, խոստովանելու դեմը, այսի շատ կարևոր աղոթներից մեկն է, իմ կյանքի մեջ ես շատ աղոթներ եմ ունեցել ու հետո էլ հասկացել եմ որ աղոթներ էլ կար որ ինչ խեի գնացել այդ աղոթքով Տիրոջ դեմը, հələ մի հատ էլ կպրճկել է որ տուր, մի հատ էլ իրա խոսնել հետն էի բերեմ, մենք մի հատ վկայություն եմ ուզում վկայեմ ընկերոջս հետ Երկուսը կարդացել էինք Աստվածաշնչի մեջ, որ ինչ որ Հիսուսի անունով խնդրես կտվեցվի, հա, что будете просить во имя Иисуса Христа, ու երկու անգամ է Հովհաննես ավետարանիչի մեջ գրված, ու մենք մի բան էինք ուզում, մեզ աղբերն իրա կնգա հետ դառնալն էր ուզում, հասկանում ես, ու մենք կպած աղոթում ենք, դուր Տեր ջան, դուր չէ որ դու Հիսուսի անունով ասել ես որ ուզենք կտաս, հա, վերջ ենքան աղոթինք մինչև նշանվավ ես կնիկը, հասկանում եք, ու իտոգում մենք որ Եկանք Տիրոջ դեմ, աղբերը հետաքրքիր մի վկայություն ունեցավ, ասես գիտես, հենց Աշուշեններ ինքը իսկական յանիմ թե եկել էր, բայց ասում է, որ ծուր ճանապարհների մեջ էր եղել գնալու ժամանակ, ես որ ելա, ես հասկացա, որ կսպանեմ, ու պատկերացրի լրիվ Տերենձի բացեց, որ ես որ քեզի հետ տայ, դու գլուխն ուտելու էիր, սպանելու էիր, մի այդ ժամանակ լքանի փապակում ես տուն բերես, էսի մի բան է, նրանից հետո մի ուրիշ իրականության ես հատնվելու, որ նոր Տերը քեզանից լավ գիտե, հասկանում ես, այսինքն դու չէիր ներելու, հա, մի հատ էլ սպանելու էիր, մի Տերը գիտե, չէ ինչ է պետք, բայց էլ պատկերացրեք, մենք կարում ենք Հիսուսի անունով, այսինքն բերել ենք ինչ մանիպուլյացիա է մարդկային, չէ, չէ որ գրել ես, դե արա, հա, ու պատկերացրու ինչ սարսափելի աղոթք է, ես վախ վերապրա, էլի Նայ ասում եմ, էլի նորից են հին պրիրոդաս է մարդկային, հանցագործ, բերել ես Տիրոջն ասում ես, դե ասել ես արա, այ քեզի բան, հա ինքը ասել է, բայց պետք է մենք հասկանանք ինչ ի նկատի ունի, երբ որ մեր խոսածածը իր անունով է ու իր կամքի մեջ է, որովհետև Աստվածաշունչն ասում է ամեն ինչ է իրանից իրանով ու ինչի համար, իր անվան փառքի համար, Տերը մեզի չի կանչի, որ մի քանի բան փոգենք նորից փախնենք, որովհետև շատ ժամանակ մենք այդտենց է գալիս ենք առողջության խնդիր ունենք, փոգում փախնում ենք, գալիս ենք ֆինանսական խնդիր ունենք, փոգում փախնում ենք։ Դրա համար մի օր շատ վկայել եմ վերականգնողական կենտրոն որ մարդ է գալիս, այն սպասելիքով որ հետը խոսում ես, ասում է ամենակարևորը ես դեղից պրծնեմ։ Ասում ես նույն նարկամանն առանց դեղի, ինքը գիտե թե դեղն է պատճառն որ ինքը նարկաման է կամ հանցագործ է, նույն հանցագործն առանց դեղի, հələ դեղենող հանցագործը մեկ պասիվ է լինում, 1000 անգամ կներեք ընձի են բարուրիշ չգիտեմ որ ասեմ, լոմկա ժամանակ ինքը պասիվ է լինում, էլի հասկանում ես, մի ավելի լավ է գոնար հանցագործը նարկաման լինի, որ մեկ պասիվ լինի, հասկանում ես, թե չէ ինքը միշտ ակտիվ առանց, հա, դրան ում է պետք, եթե դու գնահատել ես որ ամենակարևորը դու այդ մի կեղտից պրծնես, մնացածը ինքնուրույն արդեն կարաս անես, չէ, երբ եմ ես հասկացել որ Տերը մեր կյանքի մեջ գործում է, երբ որ մենք խորը գիտակցության ենք գալիս որ մեզ դու ես պետք, ու մենք կյանքերս որոշել ենք ամբողջովին, ոչ թե կիսատ
Բրադայլ ամբողջովին քեզի տալու։ Ու այդ ժամանակ է ինքը քո կյանքի մեջ գալիս ու իր իրականությունը նայեք նորից եմ ասում, հարցը նրա մեջ չէ, որ մենք հավատում ենք, որ Աստված կա։ Մեր հավատալու չէ, որ Աստված կա։ Մենք որ չհավատանք էլ Աստված կա։ Հարցը նրանից է, որ մենք իրոք հավատում ենք իր խոսքին, իր պատվերներին, ու մենք, երբ որ իր պատվերներին հավատում ենք, հասկանում ենք, որ եթե մենք պատվեր ենք լսել, այդ պատվերը տալու համար պետք է աբետ տալ, այո, Տեր, ես էլ խոստում եմ տալիս իմ կյանքս քեզ տամ։ Դու քո կյանք տես ինձ տվե, ես էլ խոսք եմ տալիս իմ կյանքը։ Էսի արդեն եղավ երկու կողմանի, մի կողմանի չի։ Ու երբ որ դու իրոք այդ ամեն ինչի մեջ ազնիվ փնտրում ես արդեն այն ինչ որ Տիրոջինն է, դու չես կարող առանց պատասխան մնաս։ Մենք ինչի համար ենք շատ ժամանակ առանց պատասխան մնում, որովհետև մենք դաժե մեկ երեխու հիվանդության համար ես մի հատ հետարքից տեղ էի գնացել 4 տարեկան երեխա էր, շատ ծանր հիվանդ էր, ինքը տենց հիվանդ է ծնվել էր։ Տենց հիվանդ ծնվել էր, սրտի պարոկով էր, իշքան որ գիտեմ, կինս ավելի լավ կհիշի, հա, ու մենք որ գնացինք, ես աղոթեցի, Տիրոջից հստակ պատասխան առա։ Բայց ինձ պատասխան էի արել, վախենում էի տնեցիներին պատասխան էի, էլի ասեի ինչ պատասխան եմ արել։ Գիտեք, այդ երեխեն այդ 4 տարվա մեջ պատճառ դարձավ, մերն ասուն եկավ, հերը ասուն եկավ, պապիկն ու տատիկն ասուն եկան։ Պատկերացրեք ինչ միսիաներ էր, դժվար թե լուրջ եպիսկոպոսը կարողանար 4 հոգու այդպես արագ ընթացքում բերեր, հա, հավատքի Տիրոջ մեջ։ Ու երբ որ ես պատասխանն առա, որ Տերն ասեց միսիան կատարել է, այս երեխեն գնալու է, այնց սարսափելի է իմ հորն ու մորը պատմում ես, որ այս երեխեն գնալու է։ Տերն ասեց, որ գնալու է։ Իմ մարդկային միտքը չէր կարում թույլ տալ, որ ես ասեմ, որ գիտես Տերն, որովհետև ամեն երկրորդ կալածող աղոթողն ասել են, չմտածեք, ինքը 100% ապրելու է։ Դուք կարևորը հավատացեք ու գիտեն թե մեր հավատից է։ Մեր հավատը մեզի դրտում է գործողության, մեր գործողությունը պատասխան է առնում կենտանի Աստծուց։ Մեր հավատով փոկած մի բանը գլխներիս է ընկնելու։ Հավատով մեկին մեռելից հարություն տվեցինք, ելավ կապել էինք հավատով, կենտյորում մեկը մեռավ, դու նվագողում ունեինք, կպանք, աղոթինք, երեխա, չիտեմ, հոգեդարձերինք, թե հարություն եղավ, այս մարդն եկավ, հետ եկավ գլխներից մի կրակ, նախքան այդ ոչ տակը զուկարաններ երթում, ոչ բան, մի ամիս տակը զուկարան գնաց, ամիսը մաքրինք, նորից մեռավ գնաց, հասկանում ես, այդ գնացել էր ինչի, այդ բերինք, մի ամիս էլ հետևից ընկերինք, հասկանում ես, չես հասկանում, Տիրոջ կամքն է կարևոր, ոչ թե մեր կպել ենք, որ պոգենք, հա, ես պատմել եմ իմ կյանքիս մեջ էլի դրվագ է եղել, բայց մեսի որ փորձեմ ավարտեմ այս միտքս, որ երբ որ այդ երեխու պատասխանը կանչեցի տատիկին ասեցի, տատիկը լաց եղավ, ասեց, գիտես, Տերն ընձել էր ասում, բայց ասում էի չէ, էլի, ասում է վсё-таки լավ հետարքիր պատասխաներ, որ միսիան կատարել է գնում է երեխեն, ուր է գնում, տուն է գնում, հավիտենություն է գնում։ Ես երբ որ հոբի դեպքում լսեցի, որ հոբի 10 երեխեն մեռել էին ու հետո ասում է հոբին էլ ավելը տվեցվեց, ցավ ես ապրում էլի, լավ ասում ես, ես 2 երեխա ունեմ, իմ 2 երեխուց տեղը հետո 25 հատ էլ տեղը երեխա տա, հասկանում ես, այդ երկուսը մեկ է, եթե հետը չեն էդ ինչ ահավոր ցավերի մեջ ես լինելու, կարող է մոռանաս, 25 հատ որ երկուսի տեղը տվեցվի կամ 55 հատ կմոռանաս այն երկուսին, ու ասում եմ, լավ ինչ ես սենց, հեշտ որ, վայ, գիտես ինչ կա, կար Տիրոջ ամեն ինչ հետ տվեց, ես հասկանում եմ ընդեղ այդ ուխտերին հետ տվեց, մնացածը հետ տվեց, էսի նորմալ է, որ 10 ուխտ ունեիր սատկել էին, հետո նորից մի 20 հատ տվեցին, լավ էլ կմխիտարվես, հələ պլյուսով էլ դուրս ես եկե։ Դժվար թե շատ ցավեր ապրես, որ այն առաջվա 10 ուխտերը մեկի անունը չգիտեմ ինչ է։ Չէ, ամենակարևոր ցավը մենք ունենանք երեխեքի մասով, հա։ Գիտես Հոբը ինչի ցավ չուներ, որովհետև Հոբը հստակ իր հավատքից արդեն պատասխանել էր կնոջը։ Բող դալ, բող վզյալ, իմ երեխեքս տունն են, իրա մոդ են, ոմ վզյալ, իրա մոդ են։ Հասկանում ենք ինչի մասին է, իրա տվածը նորից իրա մոդ է դարձել, Տերը որովհետև ինչ որ ուղարկել է երկրի վրա, ուզում է ետ իրա մոդ գնանք, այսի ամենամեծ նպատակն է, մենք հավիտենության համար ենք արարված, որ կորում ենք մեր խելքից է որ կորում ենք, մեր տվորդի լինելուց է որ թարս դառնում ու գնում կորում ենք, ու նորից ուզում եմ մի հատ էլ վկայություն անեմ, էլի երևի ստեղ վկայել եմ, գիտեք, ես որ
Տիրոջն եկել է իմ համար ամենակարևորներից մեկն էր։ Ես ուզում էի բարի գործեր անել, ես հասկացել էի բարի գործ անելը ինքը Տիրոջը հաճո է, բայց խորը չէի հասկացել, որ ամեն մի մարդկային մտքի բարի գործ Տիրոջ համար բարի չի։ Ես մի հասարակ օրինակ եմ բերում վերականգնողական կենտրոնի հետ էլ կախված, մենք դաժե եթե վերականգնողական կենտրոններով իրար հետ չենք համագործակցում, մենք մեկս մեկից խանգարում ենք։ Մեկը նոր արդեն սկսել է կենտրոնի մեջ լղոզելը, դու տնից դուրս ես անում, որ մի քիչ մտածելու տեղ տա այս մարդուն, հա, որ չի կարելի Տիրոջ տան մեջ, հա, այս դիրքը բռնել ու մեղքի հետ ապրել այս տան մեջ, հա։ Ինքը դուրս է գալիս մյուս վերականգնողական կենտրոնը առանց որովհետև մտածելու, քննարկելու հետ է վերցնում։ Դաժե լինում է որ եկեղեցին, հա, իմ փոքրից ես շատ փոքր մարդ եմ որ այս մասին քննարկեմ, բայց ամենայն դեպս հասկացածից մեջ փորձում եմ խոսեմ։ Եկեղեցին կանոն ունի, կանոնի մեջ է որ ինքը մեկին կտրում է, այդ կտրած վաղ տպարժոր ցավոտ է մարդը կարա նեղացած լինի։ Մեկն էլ սուտ բարի օր դառնում իրանց եկեղեցի է տանում, այս ահավոր վնաս է, սրանից մեծ վնաս չկա։ Այս մարդուն փրկության ճամփից հանեցին, խաչի ճամփից հանեցին։ Եթե մեկը մի փոքր գիտակցություն ունենա, իրան հետ պետք է ղրկես նորից իր խաչի ճամփեն անցնելու։ Ու երբ որ մեկը բարություն է անում սովածին կերակրելով, դու չգիտես, եսի Տիրոջից առել էիր, որ կարող է մեր գորել սոված մնար ու Տիրոջը կանչեր։ Գնացիր կերծրեցիր, էլ կարիք չունի։ Իսկ մարդն էլ որ կարիք չունի, դրա համար ուզում եմ ասեմ մարդկային բարությունը ինքը կարա Տիրոջը զզվելի լինի ու խանգարող։ Ամենակարևորը խանգարող, որովհետև Դավիթը Դիանիա գլխի մեջ գրված է Տիրոջ սրդին համապատասխան, Դիանիա 9-րդ գլխի մեջ է գրված։ Մարդ էր, որովհետև անում էր այն ինչ որ Տերն էր իրան ասում։ Այս դրա համար էր Տիրոջ սրդին համապատասխան մարդ։ Սավուղը ինչի համար Տիրոջ սրդին համապատասխան մարդ չէր։ Հələ պատկերացրեք Սավուղի գործողությանը, գնաց մոզիները բերավ իր սալդատների համար, պարար թորտերը բերել էր իր սալդատների համար, ինքը կան մոզին չէր էլ ուդելու, իր համար էլ չէր բերել։ Այն թակավորին էլ որ բերել էր իմաստուն մեկն էր, յանի որ դրանից մի քանի բան սորվելու կամ ինչ որ վերցնելու համար։ Էլի լավ բանի համար էր իր մտքի ծերով, բայց այստեղ հարցը նրա մեջ էր, Տերը իրան ասել էր չանես դենց, կսպանես սաղ, մի բան չբերես այդ երկրից։ Մեր մարդկային մտքի լավ գործ անելը էսի դեմ է, իսկ եթե մենք ուզում ենք որ ճիշտ գործենք, մեր աղոթների ասնավնոյ կներեք բարիս համար, մասը պետք է լինի իրավիճակների մեջ հարցնենք ինչ անենք, կերակրենք, չկերակրենք, անենք, չանենք, ձեռմեգնենք, թե մի չմեգնենք, որովհետև այդ հոժարվելն ու հրաժարվելը պետք է իր կամքի մեջ լինի։ Ու ինքը գիտե որն է բարին, եթե գրված է կավո լյուբիտ տավո նակազվետ, հա, ոչի սիրո դրսևորում է, մեր մասով սիրելը մինակ գրգել, համբյուրել, փաթթվել, չէ, եւ սիրո դրսևորում կա, որի մեջ որ կա կավո լյուբիտ տավո նակազվետ, մենք բոլորս գիտենք այս մասին։ Դավիթ թագավորը հենց Սաղմոսների մեջ ինքն է ասում, Судит твои справедливее, типа справедливости наказываешь меня. Շատ էլ լավ ես անում, շատ էլ ճիշտ ես անում։ Ես արժանի եմ, ես սրանից շատին էլ եմ արժանի։ Հա, էսի գիտակցության եկած մարդը, այդ մոմենտին որ մեկը մոտենար Դավիթին ասեր, արի քեզ ձեռ մեկնենք, կնեղվեր, կասեր հերու գնա։ Դաշեն ժամանակի մեջ որ Դավիթի վրա քար էին գցում, ինքը այնքան հարաբերություն ուներ Տիրոջ հետ, այնքան ճիշտ էր հասկանում ամեն ինչ, որ ասեց թողեք, այս իմ Տերս է թույլ տվել, այս ինձ օգուտ է, թողեք քար շպրտել իմ վրա։ Մենք ամեն ինչ ուզում ենք լինի ինձ ինչ որ մենք ենք ուզում, ու մենք Տիրոջը չենք կարա մեզ հարմարցնենք։ Ու ես նորից ուզում եմ իմ վկայություններից մեկը պատմեմ, որ երևի էլի պատմել եմ, ես որ նոր եկել էի Տիրոջը բարի գործեր անելու համար իմ պատկերացման մեջ էլ ոնց նայում եմ, խաչա եւ Աստվածաշունչն է ասում «Զավշի отвечает Սիրիբրո», բայց ես ամենայն դեպս սաղ կապել էի փողի հետ։ Կապել էի փողի հետ, որ փողոր ունենամ, մորս լիքը լավ բաներ կանեմ, կնոջս համար, երեխեքիս համար ու ժողովրդի համար։ Ու հետն էլ միշտ մտածում էի այս վերականգնողական կենտրոնի տեղերքին, դες այդ ժամանակ մտքից ծերով չէր կարա անցնի, որ ես պետք է կանգնեմ միտեղ խոսք խոսեմ, որովհետև ես ամենաշատ նոր ինձ տեսել եմ, ասել եմ կարող է լավ բիզնես անեմ,
փողեր աշխատեմ ու ես կենտրոններին օգնեմ։ Առաջի հենց անգամը ես այդ վերականգնողական կենտրոն տեսել եմ ու այդ կենտրոնի մեջ ապաշխարել եմ, իմ ամենաառաջի միտքս եղել է ես փրկվեմ այս մարդկանց օգնելու է։ Բայց չէի պատկերացնում, որ կարող է խոսքի խոսեմ, էլի։ Ասում էի մի բան կառնեմ, կտամ, ու սաղ կապել էի փողի հետ։ Ու երբ որ եկա աղոթում էի ու տիրոջից փող էի ուզում։ Գիտեք, ես ձեզ երևի վկայել եմ, որ գիտեք ինչ ձև էի, մինակ չէի աղոթում, ծոմերել էի պայում։ Ծոմեր օրերով, 5 օրով, 7 օրով ծոմ եմ պայե, որ Տեր ջան, փող տուր։ Վերջը տվեց Տերը, մի ցեղ տվեց, հա, սա հրաշքներով չեմ ուզում հիմի այդ ամեն ինչը պատմեմ, հետարքից ձևի գերբնական էլի հրաշքը ո՞րն է, գերբնական ձևի ես էսի հավատքով հա պոգում էի, այս դուխով գնում էի, հավատով վերցնում էի ու գնում էի առաջ ինձ թվում է ամեն ինչի մեջ Աստծո անունը փառավորվում է, այսպես էլի, հասկանում ես, բայց օրից մի օր եղավ, որ ես Վերտում որ նստած էի, ամենակարևոր բաժիններից մեկն որ Տերը հետս խոսեց, ես որ սաղ կյանքս մանգայ դժվար թե գտնեի Արագած 1-10-րդ գլխի մեջ է գրված մի խոսքն է 20-րդ գլխի մեջ է գրված։ 10-րդ գլխի մեջ ասում է Благословение Господне оно обогащает печали не приносит։ Աստու օրհնությունը հարստացնում եւ տրտմություն չի բերում։ Իսկ մյուս Տերը գրված է наследство поспешно захваченное не благословляется. Наследство поспешно захваченное. Оказывается, это им наследствան էր, ես կունենայի դրանք սա։ Ես կարող է, այս ամեն ինչ ինձ օրերից մի օր պետք է լիներ։ Поспешно, оказывается, մարդը կարա իր наследствան поспешно захватить է։ Ու նի благословляется, ինքը շատ խորը հասկացողություն է։ Եթե օրհնությունը հարստացնում ու տրտմություն չի բերում, իսկ եթե չի օրհնվում, ուրեմն աղքատացնելու ու տրտմացնելու է։ Ես արդեն տրտմած վերտում նստած էի։ Ու Տերն ասեց կապրիզնի երեխու պես կպել էի տուր, տվեցի։ Բսրա միջի բարին ո՞րն է Տեր ջան, ինչի կներեք 1000 անգամ իմ խելքից Գար տվեցիր կարելի ասել 1000 անգամ կներես Տեր ջան, չկամ կարող ուրիշ ծևի մեկնեմ, հա? Գիտես Տերը որ դաս խավես։ Որովհետև հետո էլի Տերը հետդ քայլել ունի։ Ես հետ ինչ բանով պետք է ես դասը խաղաց լինեի։ Հիմա ինձ իմ աղոթներից մեջ մի անգամ չեք բռնացնի, որ ես մի բան ուզում եմ Տիրոջից, որ նոր նյութական է։ Ոչ մի անգամ, ես ինքնից լավ գիտե ինչն ընդ ես հագարակը մի հատ որ հաջողություններ եմ տեսնում որ գալիս է, ասում եմ Տեր ջան, պայի հանգարց գլուխս չկորցնեմ։ Որովհետև ամենամեծ գլուխ կորցնելու տեղը նյութական դաշտն է։ Փողն ու փառքը, դրանից մեջ գլխակեր բան էս երկրի վրա չկա։ Ես օրեն վախտել գլուխս կորցրել եմ, էլի փողն ու փառքն էին պատճառը։ Մի քանի հոգի ծապ տվեցին, մի քանի հոգի ասեցին, դրա համար մի օր եկեղեցիներում որ մի անգամ միտեղ բեմի վրա էլա ծապ էին տալիս, ասում եմ կարող է շատերին ծապ է տվեցում որ յանի ասուն ենք, հա ճիշտ է, շատ տեղեր իրոք ասուն փառք, ասուն են կարող է ծապ տալիս փառավորում, բայց ասում եմ մարդ եմ էլի, ես վրես կվերագրեմ երկու անգամ էլ սենց ծապ տակ գլուխս կկորցնեմ էլի, համել ես Ալա Պուգաչովան եմ, ով եմ, չեք ծապ տալիս, հասկանում ես, նայում ես, հա չես կարող հասկանաս, ինչի համար ծապ տան էլի, հա, մենք առանց այդեն աշխարհից տուժածներն ենք, եկել ենք ու հասկացել ենք ինչի տուժեցինք, ես կարծացել եմ հայարակելական եկեղեցի գրքի մեջ կա Սիրակի իմաստությունն է, Սիրակի իմաստությունների մեջ մի հատ սենց հետարքիր բան կա, հա կներեք 1000 անգամ Տերն են էլի, չգիտեմ ճիշտ եմ անում ասում թե չէ, բայց շատ հավանելի խոսքի, ասում է ձեզ գովելով, հա, դժոխք են տանում։ Տեսնում ես ֆակտ է էլի արձանագրված, գովելով դժոխք են տանում։ Օրերից մի օր ինձ գիտեք մարդու հավատքը լսելուց է։ Ինձ այնքան խապին ասին դու բան դեմք ես, սենց մի բառ կա հիմար էլի, դեմք ես դու, ով ես դու, բան, ես էլ հավատացել էի դրան ես, խապին Տարան գլուխս կերան, լավ էր Տերես ողորմությունով հետ բերես, լուրջ եմ ասում, խապի, ես խո մեկ մտածում ասում էի, այ գեղացի, լավ դու ով ես, էլի ասենք, հա, բայց չէի կարում դեմս առնեի, որովհետև փառքի գայթակղությունը ավելի շատ էր, չեմ թե իմ կռիվը իմ անձիս հետ, չունեի Քրիստոս օրոքներ, որ անձիս հաղթեր, էլի, հասկանում եք, դրա համար նայում ես շատ հետարքիր ձևի կարող են խապեն, ես ունես մի հետարքիր բացայդում ունեմ, էսի թեմայից դուրս ասեմ, էլի, մեկ ասում են Սև կատուն որ դեմիցը դանցնում է, էդի չի կարող փորձանք լինի։
Դու լավ էլ կլինի, եթե մենք հավատանք դրան, որովհետև Աստվածաշունչն ասում է «Պավաշեի վերը դաստը վամ»։ Եթե ընկել եք նրա խելքին, ինչ հիմարություն ասում է, հավատում եք, հա, պետք լինելու է, ինչ է լինելու։ Որովհետև սատանան Աստվածաշունչը շատ լավ գիտե։ Սատանան գիտե որ գրված է «Պավաշեի վերը դաստը վամ», ու ինքը առավոտից իրգուն փորձում է ժողովրդի գլուխը հազար ու մի հիմարություն մտցնի, մարդկա հավատացել է որ 30 քանի տարեկան պետք է մեռնի, հա պետք է մեռնեմ, իրոք մեռել է։ Լիքը ֆակտեր կա, որ այդ մարդուն հավատացել է սատանան, մերձել է, տարել է։ Այսինքն, եթե դու չես կարող հասկանալ, որ մենք մի տեղից պետք է հավատանք, ու մեր հավատանքը պետք է լինի մինակ Աստծո խոսքից, այս է փրկության հավատը։ Այս հավատքը փրկության հավատք է։ Այս հավատքը երկնքի եւ հավիտենության հավատք է։ Այս հավատքը մեզի իրոք տանում է միտեղ, որ մենք ապրել ենք հավիտենական։ Փառք իրան այս ամեն ինչի համար։ Նորից իմ խոսացածս ինչի մասին է, որ գիտեք, երբ որ մենք Տիրոջ դեմ գալիս ենք աղոթքի, ամենալավ մի բան որ հասկացել եմ, հա, էլի նորից կարդամ «Принесите жертву Богу хвалу и воздайте всемогущему обеты ваши». Գիտեք, խվալու, ես ուզում եմ այս մի մասը մի փոքր sense նայենք տեսնենք։ Իշքան հիանալի է գաս ու իրան փարա, այդեղ 100% չես սխալվում։ Երբ որ դու իրան փարաբանում ես, մի բան սուտ չես խոսում։ Ինչ գեղեցիկ բառեր գտնես իրան ասես քիչ է։ Հրեշտակների փարաբանությունները որ փարաբանես քիչ է։ Ու այս ամեն ինչը շատ հիանալի է անդրադառնալու։ Երկրպագության փարաբանության մեջ իր ներկայությունը կա։ Բայց կարող է մի հատ աղոթք սկսես, որ այն տեսանելի եմ ուզում լինի մեզի համար, որ պապան էլի թողա երթա։ Հա, մեկ փոքր տղես է, հենց մեկ է կող կանգնում է, մեկ է գալիս է, Քեմբրիի չիտեմ ինչ էլի փճացել է, վայ Աստված ջան, այս տղեն նորից եկավ։ Սա որ իրան մի հատ բան է հետարկում, իր ավտոն ու իր ավտոյին ինչ որ չիտեմ տեղ փճացել է։ Հասկանում ես ինչ եմ ասում, որ քեզից միշտ փորձում են որ այս ինչ բանը պետք է, հա, ուզում ես հետը խոսած, ուզում ես շփվիս, հա, ուզում ես ասար մի բան քննարկես, այս մարդուն հենց տեսնում ես իրան մի բան պետք է, չես էլ ուզում լսես, էլի, մեկը թողում ես, ես այսպես հայտնություն եմ արել, ասում եմ այդ Տերը նույն ձևի, երբ որ մենք ենք եկել իրանից մի бан ջեմ ու կարակ ուզելու էլի եկավ, ասում եմ, էս էլի ջեմն ու կարակն է ուզելու, հասկանում ես, այն չի Տերը չի, ասում եմ, всё остальное приложится, прежде еще лица ու գրված է царство, իրա царствայի մեջ փնտրող մարդը իրա կամքն է փնտրում, իրա թակավորության մեջ իրա կամքն ենք, ինչ անեմ քեզ ուրախացնելու համար, իմ դուրս նենց է գալիս, իմ պերևոդի մեջ вообще գրված է Պողոս Արաքյալը, երբ որ Տիրոջ հետ սկսեց խոսելը, եկավ ասեց, «Сколько пострадать меня за имя Твое»։ Իշքան չարչարվեմ քո անվան համար։ Գիտեք, ես իշքան հաջող էր, ես պատկերացնում եմ, երբ որ իմ երեխես ինձ տենց ասի, աչքերս կլցվի։ Նենց կուրախանամ, կասեմ, լսրան նայ, եկել է ասում է, ինչ անեմ քեզի համար ու ինչեր անեմ քեզի համար։ Գիտեք, մենք ծնող ենք, մենք զգացողություններ ունենք ու երբ որ մենք ուզում ենք մեր հոր հետ խոսենք, մենք պետք է կենտանի այս ամեն ինչը տեսնենք։ Կենտանի պետք է տեսնենք, որ հիմի այս աղոթն որ դու Տիրոջ եկե ու խոսում ու ասում ես։ Գիտես, sense տեղեր ենք վերցրել, ես այն անցած նոր քրիստոնյա դարձած ժամանակիցս իրավիճակներ կային, տեսել է Իսրայելը ասեց, «Не отпущу, пока не благословишь», էլի, հա, ու Իսրայելն է մի բան էր ուզում էր երթար իր հոր հողը, որտեղից որ ինքը հելել էր, հա, ու հիշում եք էդի։ Գիտես, այդտեղ մեզ հետարքի էի հասկացել, գիտեմ, թե 100%-ով նորմալ է, ասում եմ, ես է պետք է դենց կռիվ տամ, ես է պետք է կռիվ տամ, ասեմ, Տեր ջան, не отпущу, пока не благословишь։ Մի հատ հիմարություն էի ուզում ու կապել էի, Տեր ջան, մինչև չտոս չեմ, հետո մոռացել եմ, որտեղ տեղ կա գրված, որ ասում է, ինվալիդ դուրս եկավ։ Հասկանում ես, մեկ է կրված դուրս եկավ էլի դեղից, այ մարդ թողեղնի են ինչ որ իրա կամքն է։ Ինձ շատ բան, ես էլի եմ հիշեցնում ձեզի, ստեղ էլի վկայել եմ, գնացել էի աղոթքի ու աղոթքի ժամանակ Տերը խոսեց, նենց ուրախացած եմ դուրս եկե, նենց ուրախություն էր իջե վրես, ուզում էի որ շաքարը բժշկեր Տերը, ես շաքարով հիվանդ է, ինձ որ ասել են, հա, նենց վրես շատ չէր ազդել, բայց Կողքից որ սաղ նայում էին, մեծ աղբորս ասի, դաժեն պես ընկճվա, վայ, վույ, ինենց բան եղավ, սաղ տնեցիկ որ խարնման իրար, ասի, վայ, թե վատ բան է, կայնի տերոտամ ասեմ, որ վրայիցս վերցու, լուրջ եմ ասում, ես մտքովս չել անցնում, որ էդի մի հատ վատ բան է, էլի,
Բայց գնացի աղոթեցի, մի անգամ աղոթի պատասխան չարա, երկրորդ անգամ աղոթելուց մեկ է պատասխան արա, Կորինթացիների 12-րդ գլուխը ինչքան որ հիշում եմ, Պողոս Արաքյալներ էր աղոթում, было жалоплоть от дьявола, Бог сказал, хватит тебе благодати моей։ Այն կոմ պարզ հասկացա, ես դες մի ուղեղ չունեմ այս գաղտնագինը հասկանալու։ Մինակ Սուրբ Հոգին կարա գա, որ այս գաղտնագիրը դու հասկանաս, այսի մարդկային խելքի, մտքի գործ է, ով որ մարդկային խելքով ու գլխով մտել է այս գրքի մեջ, մոլորվել են։ Եհովայի վգա, մորմոններ, չդես ինչ ցես անունները կդրվի, բայց հեչ կապ չի ունենա Եհովայի վգայի հետ, հասկանում ես, պրոստը ինքը տենց մտածիկը, որովհետև ստեղ պետք է մտնել մինակ Սուրբ Հոգով, Տերը հերթականությունը սխալ չի ասում, որ ասում է հոգով նոր ճշմարտությունով։ Այդենց երկրպագու է ուզում, սկզբից հոգով ու ճշմարտությունով, որովհետև այս ճշմարտությունը հենց հոգին կարա բացի։ Ու ես էլ որ ասեմ Տերը ցույց տվեց որ ու հետո գիտես ինչքան լավ բան ասեց ինձ որ գիտես իմ խառնվածքս Տերը ինձ լավ գիտե։ Որ ես կարա 3 հոգու ավետարանում եմ, 2 հոգու էլ ձեռ եմ մեկնում, գլուխս կորցնեմ։ Ասում է այդ ամեն ինչը նրա համար էր որ չգորոզանաս։ Ու Տերն ինձ պատասխանեց որ զանգ եմ դրել վրեդ, որ չերտած չմոլորվես։ Որովհետև Տիրոջից մի բան առնելու համար պետք է ճիշտ տեղում լինել։ 91 Սաղմոսի համար էլի ստեղ կիսվեու ասել եմ որ գիտես Տերն ասում է հետարքից տևի որ այդ 91 Սաղմոսի 90-ը հայերեն 90-ը ռուսերենով 91 հայերենով մեր դուրը բոլորի գալիս են դեղա խոստումները աբիտավանիները բայց ենք այդ խոստումներին չենք հասնելու եթե մենք ճիշտ տեղում չլինենք այնտեղ ամենամեծ պայմանն է ծածկոցի տակ լինելը եւ իր վրա հուսածող ծածկոցի տակ եւ հուսածող նոր դրանից հետո գալիս է աբիտավանիները այսինքն նրանից հետո էլ տիշը պատուտ ոզդի տիբիա ջեսի տիսիչաջիսնուի տիբիա ես այս մասին էլի կիսվել եմ ստեղ էլ նորից եմ ասում երբ որ ես պատասխանն առա Տերը ինձնից մի լավություն է արել իմ խառնվածքով ես չեմ ուզում որ 1001-ին հասած լինեմ բայց գլուխս վերջում կորցրած դժոխք կերտամ հա ես չեմ ուզում որ ես մեկին երած եղնեմ բայց ես կորեմ որովհետև Տերն ասում է քեզ ինչ որ շատերին կփրկես բայց անձդ կկորցնես ու դրա համար իմ վրա զանգ է դրվել ու այդ պատասխանը շատ լավ ու կարևոր էր Հարկ իրան, այնքան է ուրախացի որ պետք է չբժշկվիմ, կարևոր չէ, կարող է օրերից մի օր արդեն հոգի աճեսի, հոգեվիճակս նենց աճվի որ Տերս ազատագրի էլ դրանից, չգիտեմ, բայց մեկ է, ինձ խոմ շակարը չէ որ պետք է սպանե։ Մահն ու կյանքը իմ Տիրոջս ձեռքն է։ Մարդկան հենց էլ առողջ էր, հա, օրինակ իմ աներս որ նայում է իր առողջությանը 120 տարի է գրած, այնպես իրան նայեր, քսեր մի 160 կապրի։ Գիտես, բանն է որ շատ առողջ մարդ էր, բայց որոշում կար երկնքից երևի ավարիայով գնաց շուտ տարիքի հա իսկ մամաս 70 քանի տարեկան շաքարով էլի ապրում է որովհետև երկրպագում է, պաշտում է, փառաբանում է Ուզում եմ ասեմ, ինչ որ ուզում ենք թող իր կամքին համապատասխան լինի թող մեր աղոթածը Տիրոջ քիմքին հաջո լինի Գիտեք, թող մեր աղոթածն ու Տիրոջ հետ խոսածածը Տիրոջ խոսքին համապատասխան եղնի 151 հատ կամ 150 մի Աստվածաշնչի մեջ 150 եմ տեսել մեկի մեջ 151 եմ տեսել Սաղմոս կա 150 Սաղմոսից որ նայեք տարբեր իրավիճակների մեջ Դավթի խոսակցությունը Տիրոջ հետ տարբեր իրավիճակների Դավթի խոսակցությունը համ գործողություն կար Դավթից երրորդ Սաղմոսը շատ է դուրս գալիս երբ որ ասում է Պսալոմ Դավիթը когда он убежал от сына своего Ավիսալոմ որ չտար չսպաներ ունդեղ հետաքրքիր մի բան, այդ իրավիճակի մեջ ոնց մարդը կարա խաղաղ պարգի ու քնի, բայց երբ որ ինքը Տիրոջից պատասխան էր առել, ասում էր դու ես իմ ապավենը, դու իմ հույզն ես, հետո է գրված է ложусь я и спокойно сплю, ибо Господь защита моя։ Գիտեմ ում վրա եմ հուսած է։ Պողոս Արաքյալը շատ լավ ասում էր, գիտեմ ում եմ հավատացել։ Գիտեմ ում հետ խոսացի, գիտեմ ով է պատասխան տվել։ Ես իրավիճակ եմ ունեցել, ես պատմեմ, ասեմ ու աղոթենք, իրավիճակ եմ ունեցել քաղաքի մեջ, երբ որ այդ իրավիճակը ինձ այնքան էր սխմե, որ ես սկսեցի արդեն ուրիշ հեղինակությունների մոտենալը, ու երբ որ միտեղ գնացի, միտեղու հետ հանդիպեցինք, խոսեցինք, ինքը լուրջ հեղինակություն էր, հա, մի քանի քաղաքի, հա, վրա դրված, հա, ինքը ինձ հետ խոսած հելա, թե այն ժամանակ վախ ունեի մի քիչ իմ կյանքիս համար։ Ես այդ խոսակցությունից հետո հելա մի 10 անգամ էլ ավելի մոդս վախ էր եկել։ Ես այս մարդուն տեսա, որ ինքը խապում է ինձ։ Ինքը չի էլ կարող ինձ օգնել, որովհետև ինքը ինձ ինչ խորհուրդ տալիս էր դրա մեջ մի հատ օգնության։ Ես այդ մարդուն չհավատացի,
որովհետև հասկանում եմ, որ էսի չի էլ կարա անձի պահել, էլի, բայց էլի ունե իրավիճակներ եմ ունեցել, որտեղ որ մտել եմ ու Տերս ասել են՝ «Ի բոյսը, իբը я с тобою»։ Գիտես, շատերը մարդկային մտքով կասեին՝ «Դու չես վախենում»։ Չեմ վախենում, որովհետև գիտեմ ինձ ով է ասեն ի բոյսը։ Նայած քեզի ով է ասեն ի բոյսը։ Ինձ այդ ժամանակ էլ այդ տղեն մե 50 անգամ ասեց հանգարտ չվախենաս, մենք քո կողը կանգնած ենք, հանգարտ չվախենաս, մե 50 անգամ, հասկանում ես, ու բայց չազդեց, չօգնեց, որովհետև դա այն մեկը չէր ում վրա որ կարել էր հույս դնել։ Իսկ հիմա ես ում հետևից որ գնում եմ ու որ հավատացած եմ, ես որ մտնում եմ աղոթքի մեջ ու աղոթքից առնում եմ, աղոթներից այս պատասխաններից մեկը Իսայի 41-ի մեջ հենց մտա, հենց ահավոր վիճակ էր, որ ես չգիտեմ ինչ պետք է անեմ, բերտում նստած, սարսափելի, advocate-ս ինձ մի հատ պատմություն է բերել, որ ասում է քեզի օգնեմ 13 տարի նստեցնենք, 12 տարի քեզի նստեցնեն, ու ես այդ виճակից եկել եմ աղոթում եմ, ասում է «А ты, Израиль, раб мой, которого я избрал. Я тебе взял из края из концов земли». Հայերեն դու Հակոբ, որին որ ես избират եմ երե, հա, բան եմ արել։ Հա։ Ահա։ Կուզեք կարդամ ու աղոթենք, հա, այդ մի տեղը։ Էսի էլի աղոթքի պատասխան է ու աղոթներից պատասխանը, երբ որ Տիրոջ խոսքից է, հա, ես էլի որ կարդամ, ռուսերեն եմ կարդալ, հենց էլ ասում եմ, ես կարդամ, կարող եմ եկը հայերեն կարդալ։ Հա։ Հա, հա։ Ուրեմն 41-ի 8-ից է ու էսի իմ համար շատ կարևոր է Իսայի 41-ի 8-ից է «А ты, Израиль, раб мой, Яков, которого я избрал, семя Авраама, друга моего, հավատքից եկած, ты, которого я взял от концов земли и призвал от края его, и сказал тебе, ты мой раб, я избрал тебя». И не отвергну тебя. Не бойся, ибо я с тобою. Не смущайся, ибо я Бог твой. Я укреплю тебя и помогу тебя, и поддержу тебя десницею правду моей. Вот в стыде и посрамлении останутся все раздражающие против тебя, будут как ничто, погибнут, припирающие с тобою. Будешь искать их и не найдешь их. Враждующих против тебя, борящие с тобою, будут как ничто, совершенно ничто. Ибо я, Господь Бог твой, держу тебя за правую руку твою, говорю тебе, не бойся, я помогу тебя. Մի երբ որ այս խոսակցությունը դու լսում ես ու գիտես ումից ես լսել, էսի մի հատ լուրջ աղոթքի պատասխան է։ Շատ լուրջ աղոթքի պատասխան է։ Այստեղից հետո կարելի է նենց երեսդ փայլած դուրս գաս, այնքան ուրախացած դուրս գաս։ Մեկ ես որ նայում եմ 1000 անգամ կներեք, էլի ոչ մեկին ինգա չունեմ, կենտրոնի տղեկին որ մի տան պեսենք իրանց էլի համար մի փոքր ասեմ, նայում եմ որ նենց տխուր, նենց մի վիճակ, հասկանում ես որ այս մարդիկ աղոթքի կյանք չունեն։ Հա գիտեմ որ դավլենիների մեջ եք, գիտեմ որ ճնշումների մեջ եք, գիտեմ որովհետև վերականգնողական կենտրոնը ինքը դրախտը չէ, վերականգնողական կենտրոնը ինքը անապատ է։ Անապատի ժամանակ մենք էլ ինչ ենք անում։ Մեր ծառայողների գործը направленին ճիշտ պահելն է։ Հասկանում ես որ այս մարդկանց ուղղությունը դեպի Քրիստոս եղնի։ Ես էդի հոբի գրքից ինձ լավ եմ առել, երբ որ տեսնեք հոբի կյանքի մեջ այդ ահավոր դավլենիների ժամանակ հոբի направленին չփոխեց։ Հետո որ направленին փոխեր, Աստվածաշունչն ասում է՝ «Не ожесточите сердца ваши». Մարդկա որ այդ նեղություններից գազան է դառնում։ Սատանան դրա համար ասում էր՝ «Հələ տես քեզ չի հայոյի», այսինքն մարդը գազան է դառնում, երբ որ նեղությունների մեջ է ընկնում։ Բայց հոբը գիտեք ինչի մար գազան չէր դարձել, որովհետև направленին դեպի Տիրոջն էր տարել, Պայը 1000 անգամ կներեք, սենց ուզում եմ ցույց տամ, էլի, այնքան սխմեց այդ դավլենին, մինչև եկավ Տիրոջ դեմը կանգնավ, ասեց առաջ քեզի համար լսել եմ, հիմա արդեն տեսնում եմ։ Այսինքն այդ դավլենիները կարան մարդուն սխմեն, եթե направленին ճիշտ պայվի։ Բերեն Տիրոջ առաջ կանգնեցնեն։ Փառք Աստծո այդ դավլենիների համար։ Չնայած չտա ասված հոբի դավլենիները, բայց մեր կյանքի մեջ ինքը կան դավլենիներ, որոնք որ մեզի սխմելու են, բերեն Տիրոջ առաջ կանգնեցնեն։ Դու այդ ընթացքում, եթե չունենաս Տիրոջ հետ հարաբերություններ, գժալով փախնելու ես։ Եթե Տիրոջ հետ հարաբերություններ չունենաս ու աղոթքի կարտալու կյանք չունենաս, որտեղից ես մխիթարվելու։
Իմ լավ քաջալերելուց որ ասելու եմ ախպեր չվախենաս, մենք կողքը դենք, մենք հետը դենք, հա։ Դու ինչի՞ս ես պետք ավելի խանգարում ես որ կողքս ու հետս ես, առավոտ ելնում եմ երեստ եմ տեսնում, կեսօրին երեստ եմ տեսնում, հասկանում ես, մարդու օգնություն չի կարա լինի, մարդու ձեռքը չի կարա մարդուն օգնի։ Այո, երբ որ մենք ստեղից ենք պատասխան առնում, ահա որ ձևի մխիտարվում ենք, քաջալերվում ենք, որովհետև այս խոսքը ինքը հավատքի խոսք է։ Փառք Իրան ամեն ինչի համար։ Տերը օրհնի շատ։